նոր քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, դիվանագիտական հմուտ քաղաքականություն, որ կարողանանք այն երկրների հետ մեր կապերը վերականգնել, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Այդպիսի երկրներ եղել են, կան, պարզապես այս ապաշնոր իշխանությունների քաղաքականության արդյունքում այդ երկրների հետ էլ մենք ստեղծել ենք լրջագույն խնդիրներ եւ փոխանակ մեր բարեկամների քանակը ավելացնենք, մենք մեր բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում։ Եվ այս վիճակը բնականաբար պետք է կտրուկ փոխվի եւ առաջի հերթին մենք նկատի ունենք Ռուսաստանի հետ պետք է ամրապնդել մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք կան եւ իրապայմանագրային հիմքեր դրա համար կան, դրանք պետք է ամրապնդել։ Իրանի հետ պետք է կնքել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք, այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ մի երկրի վրա, նշանակում է հարձակում տվյալ երկրի վրա, եւ եթե պաշտպանության հարցը դառնա երկկողմանի իսկապես երաշխավորված։ Իրան, Հայաստան, որևէ մեկի համար այսօր գաղտնիք չի, որ նույն Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի հարցով ամենահստակ կարելի ասել մեր իշխանություններից շատ ավելի մեր շահերը պաշտպանող դիրքորոշում է հայտնում այսօր Իրանը։ Եվ ուրեմն Իրանին պետք է տալ հնարավորություն, որ ունենա նաև իրավաքաղաքական հիմքեր իր այդ նույն հանձնառությունը, որը հրապարակավ արտահայտում է, լիարժեք կարողանա իրականացնել ի պաշտպանություն մեր ազգային կենսական շահերի։ Եվ մնացած բոլոր կենտրոնների հետ, այս թվում Արևմուտք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ էլ տեսնում ենք աշխարհակաղակական ինչ փոփոխություններ են տեղ ունենում, բոլորի հետ առաջացել է հնարավորություն փոխլրացման տրամաբանությամբ մեր շահերը պաշտպանել։ Արդեն իրավիճակ փոխվել է, Ռուսաստան եւ այսպես կոչված միավորված Արևմուտք իրականությունը բոլորովին այլ է, եւ այդ փոփոխությունը մեզ տալիս է հնարավորություն, որ մենք կարողանանք փոխլրացման տրամաբանությամբ այդ գերտերությունների հետ կարողանանք աշխատել եւ մեր շահերը պաշտպանել։ Սա հստակ օրակարգ է եւ այս հստակ օրակարգի շուրջ Դաշնակցությունը արտահայտում է իր պատրաստակամությունը արդեն նաև ընդհանուր ժողովի, մեր բարձրագույն ժողովի մակարդակով համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր որ կիսում են այս օրակարգը եւ պատրաստ են որպես անհրաժեշտ պայման իշխանափոխություն իրականացնել, որպեսզի հնարավոր լինի փոխել այս ապազգային ուղեգիծը։ Իհարկե միշտ խոսքը գնում է թե այդ իշխանափոխությունը ինչպես պետք է իրականացվի, դրա մասին էլ ենք մենք խոսել ընդհանուր ժողովում եւ վերլուծվել են անցած 3 շարժումները ընդդիմադիր, որոնց առանցքում եղել է գիտեք Դաշնակցությունը, բայց բնականաբար ընդհանուր ժողովում էլ կա այս դժգոհությունը, որ մենք մեր նպատակին չենք հասել։ Այս գիտակցումը կա, կատարել ենք ինչ որ հնարավոր է, բայց ընդհանուր ժողովը խնդիրը դրել, որ ավելի ամբողջական վերլուծել այդ ամբողջ ընթացքը ընդդիմադիր շարժումների եւ առավել ճշգրիտ որոշումներ կայացնել, դաս քաղելով իհարկե այդ անցած փորձը ունենալով, որ հնարավոր լինի իշխանափոխությունն իրականացնել։ Իշխանափոխության համար մենք ունենք մեր պատկերացումները, որը եթե կարճ ձևակերպեմ հետեւյալն է, որ մենք ունենք կարիք անհրաժեշտ ակտիվության եւ մասնակցության պատրաստ ցուցարարների կազմակերպված ներկայության։ Այսինքն մեզ պետք է ոչ միայն ընդհանուր թիվ մասնակցության, այլ պետք է ակտիվության եւ վճռականության պատրաստ մի իսկապես կազմակերպված մասնակցություն, որը հնարավորություն կտա շարունակական զանգվածային անհնազանդության գործողություններ կազմակերպել, դրանք ինքնանպատակ չպետք է լինեն այդ գործողությունները, դա պետք է հասունացնի
ժողովրդի անմիջական իշխանության իրացումը, որի մասին անընդհատ այս իշխանությունները խոսում են, որ իրանք ժողովրդով են եկել, գիտենք, որ փողոցով են եկել, բայց դա ներկայացնում են որպես ժողովրդի անմիջական իշխանության իրացման պրոցես։ Հիմա այո, դա հնարավոր է իրականացնել, ժողովուրդը իր իշխանության տերը ժողովուրդն է, միակ կրողը իշխանության ժողովուրդն է, եւ եթե այն ճանապարհները, որոնք այսօրվա իշխանությունները փակում են, ականջները փակել են, որպեսզի չլսեն այն դժգոհությունը, որ այսօր գոյություն ունի, ժողովուրդը իրավունք ունի իր անմիջական իշխանությանը տեր կանգնել եւ դա ցույց տալ հրապարակավ։ Եվ ինչու ոչ նաև խորհրդարանում ունենալով իր աջակցությունը խորհրդարան, գումարած հրապարակ, փողոց հրապարակային շարժում, դրա համար անհրաժեշտ է զանգվածային անհնազանդության գործողությունների շարունակական իրականացում, որպեսզի պարզ դառնա, որ այլևս գործող իշխանությունները մնացել են շենքերում, իրական իշխանությունը, որի հետ այսօր մեր ժողովուրդը համաձայն է, այո, գտնվում է շետ շենքերից դուրս։ Եվ այս իրավիճակը փոխելու համար բնականաբար առաջանալու է կոնկրետ խնդիր այս իշխանություններին հեռացնելու։ Եվ սրա այս գործի մեջ է պետք այսօր ընդգրկվել եւ այս գործը առաջ տանել հնարավորինս արդյունավետ եղանակով։ Ես ինչպես ասացի, իհարկե միայն Հայաստանի մասին չի խոսվել ընդհանուր ժողովում, խոսվել է նաև Սփյուռքի առջև կանգնած մարտահրավերների մասին, որտեղ մենք այսօր ոչ միայն ունենք այս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական նաև այս իրավիճակի հետ կապված Հայաստանի Հանրապետության կենսունակության հարց, ունենք նաև մեր համայնքների կենսունակության հարց։ Այսօր ամեն ինչ արել են Սփյուռքը պառակտելու ուղղությամբ, դասական, ավանդական կառույցները փլուզելու ուղղությամբ, որ իբրև թե ավելի զարգացնեն Սփյուռքը։ Հիշում եք, չէ, որ իրենք եկան, առաջի բան որ ասում էին, մինչև հիմա դասական պատկերացում եղել է այն, որ մենք պետք է զբաղվենք Սփյուռքում հայապահպանության խնդրով։ Դա շատ քիչ խնդիր է, փոքր ծավալի խնդիր է, մենք պետք է հայկական Սփյուռքի զարգացման մասին խոսենք, ոչ թե պահպանման մասին։ Պարզ դարձավ, որ այս իշխանությունները, երբ որ խոսում են զարգացման մասին, իրականում այն ինչ որ կա քանդելու մասին են խոսում։ Այդպես եղավ թե Հայաստանի պարագան, թե Արցախի պարագան, հիմա նույնը իրանք Սփյուռքում են այդ գործը կատարել, գեղեցիկ հնչեղ ինչ որ հայտարարությունների տակ քողարկելով իրենց կազմալուծման, քանդման քաղաքականությունը։ Եվ սա այսօր իրականություն է դարձել եւ 30-ից ավել երկրներ, գիտեք, ներկայացված են եղել մեր ընդհանուր ժողովում եւ նաեւ շրջան առ շրջան քննարկվել է նաեւ շրջաններում եղած իրավիճակը, Սփյուռքի ընդհանրապես կացությունը եւ այսօրվա այն մարտահրավերները, որով մեր համայնքների առջև կանգնած են։ Եվ այս առումով ես ուզում եմ խոսքը փոխանցել իր Հակոբ Բագրատունուն, որ այս խնդիրներին ավելի մանրամասն կանդրադառնա։